Ցելը մի հատ փորձի ռաբիզ երգեր քեզ էս գորգի կողքը։ Մենք գնում ենք գյուղերը, ոչ մեկ էս երգերը չի երգում Կոմիտասի, բայց ես սիրում եմ էս գորգի մասին խոսալ։ Էս հայկական մշակույթի մի հատ մեծ մաս է էս վիշապագորգը։ Կոֆեն շատ է սառը, ոչինչ։ Դե ես սառն եմ խմում։ Հա։ Դու նորա, դու շորորա, շողեր ջան։ Աննա ջան, բարև։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Պրիվետ։ Լավ։ Շատ լավ, շատ լավ։ Դե շատ ուրախ եմ, որ համաձայնվար նկարվենք, հանդիպեցինք ու վերջապես ցույց կտաս քո աշխատանքները ու ընդհանրապես կպատմես ոնց որ պայմանավորվել էին գորգերի մասին։ Շատ լավ։ Ֆրանս ջան, քեզ շատ շնորհակալություն, որ սենց հնարավորություն ես ինձ տվել։ Չէ, դու ես ինձ տվել հնարավորություն։ Ուրեմն որպեսզի մենք ծանոթանանք մի փոքր, չէ, Աննա Խաչատրյան, մի քիչ կարող է քո մասին պատմես ու շարունակենք։ Մարդիկ սովորաբար իրենց մասնագիտություն են նշում, բայց ես ինձ թվում է սենց բազմաբնույթ մի տեսակ ավելի փորձեմ ինձ ներկայացնել։ Նախ ասեմ Հայաստանում եմ ծնվել Երևանում, կյանքիս մեծ մասը ապրել եմ Երևանում, 12 տարի առաջ տեղափոխվել ենք ստեղ, Ամերիկա, Սիեթլի տարածք, մասնագիտությամբ պրոյեկտ մենեջեր եմ, հիմնականում աշխատել եմ միշտ իմ մասնագիտությամբ, հիմա էլ եմ աշխատում, բայց ունեմ շատ հետաքրքրություններ, երաժշտություն, երգել հիմնականում, նվագել, այն ամեն ինչը որ հայկական արվեստին է վերաբերվում, գորգերով եմ ես վերջերս շատ հետաքրքրվել, դրա մասին անպայման այսօր կխոսանք։ Գիտաֆանտաստիկ գրականություն եմ շատ սիրում, գիտություն եմ շատ սիրում, կարդալ եմ սիրում։ Շատ լավ կխոսանք։ Ուրեմն ինչից միտք առաջացավ, չէ, հանդիպելու, որ դու պատմեցիր, որ հետո համբարձումը քո ամուսինն էլ նաև պատմեց, որ դու գնացել էիք Արիզոնա, դու ցույց էիր տվել քո գորգերը այնտեղ ուտեղից հարց ու փորձով հասկացանք, որ գորգերից սկսեցիր ոնց որ հետաքրքրվար գորգերով, կարելի է մի հատ իմանանք ինչի սենց սկսեցիր գորգերով հետաքրքրվել, դու մեր տունը պատմեցիր, մի փոքր կարող է որտեղից սկսվեց, էլի։ Էդի ես ինքս էլ եմ փորձել հասկանալ, որտեվ այդ պահը ես լավ չեմ հիշում ոնց սկսեցի հետաքրքրվել։ Ինձ թվում է սենց եղավ։ Նախ ես հայկական ժողովրդական երաժշտությամբ, ազգային երաժշտությամբ շատ հետաքրքրված եմ ու երաժշտությունը ուսումնասիրելուց ինձ թվում է ես եկա այն մտքին, որ հայկական մշակույթը երաժշտությունը ամբողջովին հասկանալու համար պետք է հասկանամ նաև հայկական ճարտարապետությունը, հայկական գորգագործությունը, այն ինչը որ կապված է հայկական հայ ժողովրդի ստեղծագործության հետ։ Ինձ թվում է տեղից եկավ, որ ես այդ բանին մտքին եկա, ես հասկացա, որ ես ընդհանրապես ոչ մի բան չեմ հասկանում գորգերից, չեմ կարողam ընդհանրապես տարբերել, որ գորգն է հայկական, որ գորգն է պարսկական, որ գորգն է ենթադրենք Օսմանյան կայսրությունից եկած մնացած կամ թուրքական հիմիկվա գորգերը, գոյություն ունեն նաև հարավային Ամերիկայում գործված գորգեր, շատ, եթե չճանաչես, կարող է շատ նման թվան իրար, բայց ես մի քանի բաներ կարամ ասեմ, որով մենք հուսով եմ դու այսօրվա վերջում կկարողանաս տարբերես հայկական գորգերը։ Ես էլ։ Հա, ու տենց միտք առաջացավ ուզեցար ուսումնասիրել, բայց որտեղից սկսեցիր, ասենք ինձ որ ասես գնա գորգեր ուսումնասիրի, ինչ դժվար է, հա, կարող է մի քիչ Google անեմ, YouTube նայեմ, բայց քո մոտ որտեղից սկսվավ այդ։ Նույն ձևով ճիշտ, ես Google արեցի, գտա, պարզվում է գորգագետները ու հավաքողները, այսպես ասած, այդ կոլեկցիոներները մի հատ մեծ համայնք են։ Ես ինձ թվում է դու գիտես, որ ամեն ինչ հետաքրքրություն հիմա փորձես փնտրել կամ search անել, կտեսնես ամեն ինչից մի հատ համայնք կա, որտեղ իրար մեջ քննարկում են այդ թեմաները։ Պարզվում է բավականին սենց շատ նվիրված հայ կոլեկցիոներներ կան եւ գորգագետներ կան, ոնց որ արվեստի պատմություն ուսումնասիրող մարդիկ կան, որոնք ունեն սենց վիդեոներ, որտեղ պատմում են, ներկայացնում են հայկական գորգերի առանձնահատկությունները, շատերը մեծ մասամբ դրսում են, ոչ թե Հայաստանում։ Ու դա նրանից է, որ Հայաստանում ցավոք սրտի սովետական միության ժամանակ այն ինչ որ ազգային էր, ճնշվում էր։ Փորձվում էր ամեն ինչը ընդհանրացնել, սարքել մի ընդհանուր, ենթադրենք արևելյան մշակույթ, ենթադրենք։ Այդ ժամանակ Հայաստանում շատ դժվար էր այտենց գնալ ասել, օ ազգային գորգը մեր էս է, ենթադրենք մեր ազգային երաժշտությունը։ Իսկ դրսում արևմտյան Հայաստանից այդ մարդիկ, որ գաղթել էին Ֆրանսիա, Ամերիկա, տարբեր երկրներ, իրանց համար ազգային ինքնությունը պահպանելու հիմնական միջոցը այդ իրանց արմատները պրպտելը գտնելն էր,
ու դրա համար շատ մեծ ընտիր կոլեկցիաներ կան հենց Ամերիկայում։ Մինչև գորգերը անցնել կարող է այդ երաժշտությունից մի հատ ինձ պատմես, սա ես էսի վերցնեմ։ Հետաքրքիր է, գիտես ինչ, որ ասենք ձեր տուն նկատում եմ այստեղ երաժշտությունը ոնց որ ամեն տեղ որտեղ նայում եմ կա մի հատ ասենք գործիկ կամ երաժշտության կախված, նոր դու ասացի երաժշտությունից սկսվավ, չէ՞, այդ քո ուսումնասիրելը, որ երգից, ուղղակի հետաքրքիր է, ինչ էիր լսում, որ կամ փորձում էր նվագել, Հա, շատ լավ հարց է, մերսի։ Ես Կոմիտասին ուղղակի շատ եմ սիրում, որտեղ ինձ թվում է ինքը փորձել է գտնել հայկական երաժշտության սենց արմատը, խորքային այդ մեր հայկական մեղեդիները մեջտեղ բերել։ Հետաքրքիր է, որ Կոմիտասից հետո ուրիշ կոմպոզիտորներ եկան, ասեցին, «Ես չեմ հասկանում, այս սովետի ժամանակ ասեցին, «Այս մենք գնում ենք գյուղերը, ոչ մեկ այս երգերը չի երգում Կոմիտասի»։ Այդ ոնց եղավ, որ էսա մերը։ Մինչդեռ Կոմիտասը ինքը կարողանում էր գնալ, պահկվել, թաքուն լսել, գնալ այդ մարդկանց սպասել, թե երբ այդ ժամանակը գալի, ենթադրենք, երբ որ արտերը սկսում են հնձել ու այդ կալը անում են, ենթադրենք, գնում էր այդ ժամանակը, հորովելը այդ ժամանակ ասենց միտեղ նստում էր, լսում էր այդ մարդան, օրերով կարող է նստեր, լսեր, մինչև հասկանալ։ Ու իրա բերած այդ երաժշտությունները շատ պարզ են, շատ սիրուն են, ոնց որ մեր գորգերը։ Ես միշտ ասում եմ, եթե դու մի հատ սիրուն Կոմիտասից, օրինակ, կամ ցանկացած ուրիշ ասենք նարեկացի լինի, կամ նույն մաշտոց լինի իր տաղերը, որ մի հատ երգես, մի հատ էլ գորգը կողքը դնես, մի հատ էլ այդ դրանք տեղափոխես sense մտովի Հայաստանում, ասենք գնաս, չեմ իմանում, Նորավանքի մոտ այդ ամեն ինչը դնես, կտեսնես նույնն է, բայց հələ մի հատ փորձի ռաբիս երգես այս գորգի կողքը։ Չիս ասում։ Միջած ոչինչ որ կանգնած եմ գորգի վրա աստեղ դու կողքն ես կանգնում ես վրան եմ կանգնել շատ հավես է կարելի է չէ կանգնել վրան թե չէ ասենք հանգիստ չէ հանգիստ կանգնի ոնց ընդունված ընդհանրապես գորգի վրա կանգնելու ասենք հարցը ոնց է գորգերը տարբեր են եղել դե parza որ եղել են գորգեր որոնք մարդիկ փռել են գետնին հիմա էլ շարունակում ենք որոշ գորգեր փռել գետնին որոշ գորգեր ունեն շատ իմաստային այնքան խորք ունեն, որ մարդիկ փորձել են դրանց վրա չկանգնել, պատից են կախել։ Ինձ թվում է բոլորս էլ ունենք տենց բարեկամ տատիկի տուն կամ ինչ որ հորքուրի տուն կամ մեծ տատիկ պապիկի տուն, որտեղ այդ գորգը պատից էր կախած։ Ու այդ մեծ տատիկն էլ տենց այդ թախտի վրա նստած էր տակը։ Ինձ թվում է բոլորս տենց մի հատ պատկեր ունենք։ Ասենք գորգը որ պատին է կախված, ավելի շատ նկարի արվեստի, ընդհանրապես այս գորգերը այդ պատկերացրու ոնց է եղել կյանքը գյուղական։ Գնացել են, ենթադրենք գարնանը ցանել, աշտանը երբ են ցանում։ Գարնանո ենթադրենք որոշ բաները ցանում են, ամռան է դրանք հավաքում են, աշնանը փորձում են տանել ինչ որ պահեստավորել եւ այլն, ձմռանը ինչ են անում մարդիկ, մանավանդ կանայք կամ գյուղի աղջիկները ինչ են արել, նստել են այդ թելը, որ սկսել են մանել, այդ ձմռան ամիսներին շատ ուրիշ բան չես կարող անես։ Գյուղում, ասենք, գորգերը կախված են եղել պատից։ Ես հիշում եմ, ասենք, մանկության մի փոքր դրվագ, որ եթե parza որ YouTube չկար, ժամանակ կար, որ լույսը չկար, այդ գորգը սկսում է սենց այդ ամեն մի նկարին սկսում ես ուշադրություն դարձնել, սենց ոնց որ ասենք ինքը քեզ զբաղվածնում է, էլի մի փոքր։ Հիմա դու որ առաջի անգամ գորգը տեսնում ես, ինչու վրա ես ուշադրություն դարձնում, առաջի ասենք քո մտքերը ինչ են, ասենք նոր գորգ ես տեսել։ Ճիշտ ասած այնքան եմ վայելում, մանավանդ ես նախորդ տեսնում եմ, կարողանում եմ հիմա արդեն վերջապես տարբերել ու հասկանալ այդ գորգը հայկական է, թե չէ։ Կարողանում եմ մոտավորապես պատկերացնել, որ շրջանում են այդ գորգը գործել։ Կարողանում եմ հասկանալ մոտավորապես երբ գործած կլինեն, ասենք թվականները։ Կարանք օրինակ մի հատ գորգի օրինակով պատմենք։ Գուցե հենց իմ առաջի ձեռք բերած գորգը այս գորգն է։ Ուրեմն այս գորգը այնքան թեթև է, որ եթե փորձես մի հատ բարձրացնես, կզգացես թեթև, մի հատ բան է ու իր խավը շատ սենց մանր է։ Ուրեմն ես որ նոր սկսեցի ուսումնասիրել, հետո գնացի ուղղակի սենց search արեցի Armenian rug։ Ինձ բերեց այդսիում տարբեր ինչ որ սենց բաներ, մի հատը տեսա, որ Կեսարիայից մի հատ ինձ թվում է քուրդ տղա էր, որը վաճառում էր այնտեղից ու նշած էր, որ սա հայկական գորգ է Կեսարիայի։ Հետո ես իր հետ կապնվեցի,
սկսեցի խոսալ, ասացի ճիշտն ասած, ես նոր եմ այս գորգերը ուսումնասիրում, ինձ կօգնես մի հատ պատմես այս գորգի մասին։ Ուրեմն ինքը ասեց, այս գորգը գործել են մի հատ քաղաքում Կեսարիայում հայերն են գործել։ Այդ գյուղը կոչվում է Գարուն, Կարմիր, կներես, Գարմիր։ Տենց էր ասում, Գարմիր, այսինքն Կարմիր նույնը։ Այնտեղ ասում է ամենասիրուն գորգերը միշտ գործել են հայերը։ Ամենասենց նախշերով հարուստ, ամենալավ որակի գորգերը գործել են հայերը։ Այս գորգը 100 տարեկան է, 100 տարի առաջ են գործել։ Դեպս 25 թվին, հա։ Այդ թվերին, հա, 20-25 թվին են գործել ու եթե կտեսնես մի կողմը սենց գույնը մուգ է, այն կողմը ավելի բաց է։ Ինչ է նշանակում։ Այս կողմը երևի թախտի տակ է եղել կամ ինչ որ մի բանի տակ է եղել, այդքան արև չի տեսել, այն կողմը մի քիչ մաշվել է։ Հիմա արի ստեղ այս նախշերից խոսանք ու ոնց հասկանանք, որ այս գորգը մարդիկ ձեռքով են գործել, ոչ թե մեքենայով գործել։ Օրինակ այն կողքինը գործարանային գործվածք է։ Այս մեկը։ Այսի գործարանային է, հա։ Կարող է առաջի հայացքից տվա, որ շատ նման գորգեր են իրար։ Հա։ Սա գործարանայինը Հայաստանում 40 թվին սովետյան սկզբներում բավականին լավ գործ են արել գործարաններում, շատ փոքր քանակությամբ սենց գորգեր են արտադրել։ Առաջի բանը ոնց տարբերես գործարանայինը, որ նայես ամեն ինչը համաչափ է։ Մի հատ թերություն չկա։ Ասենք երկու կողմը սենց ծալես իրար վրա դնես, ճիշտ նույնն է լինելու։ Ոչ մի թերություն չի լինի։ Այս արի հələ ստեղ թողենք, գանք ստեղ հասկանանք այս ոնց է որ գործարանի գործված չի։ Հələ մի հատ արի այս խաչերը նայենք։ Հələ մի հատ այս խաչը նայի։ Այս մարդը, այս աղջիկը, որը գործել է, այս խաչի այս կտո ոնց այս կողմից է սկսել գործել։ Այս կուբիկ արել է, հետո հասկացել է, որ վայ մի քիչ այս կողմ եմ շատ արել։ Այս շարունակությունը վերևից է արել, որ այդ համաչափությունը պահի, բայց այս խաչի կտորը այս կողմ է տեղափոխվել արդյունքում։ Կամ եկել է այս վերջին հասել է, տեսել է, օ մի քիչ է պետք է ձգեմ ստեղ ու տես այս մասը մի քիչ երկարացրել է, որ հասցնի մինչև վերջը։ Աստեղ էլ չէ, այս կողմերը։ Էդել, հա, ու սենց մանր, պստիկ բաներ կտեսնես, որ շատ հետաքրքիր են։ Հետո այս գորգերը հայկական այնքան սենց ոնց որ հեքիաթ լինեն, պատմություն լինեն։ Ասենք այս գործողը, որ նստել է գործելու, օրինակ մտածել է, շատ սենց ուրախություն է տալիս օրինակ այս գորգը։ Այս սենց ծաղիկների կամ մոլորակների բաներ են, նախշեր են սրանք, որ տեսնես, այդ դրանք անպայմանար են, այս սրանք վիշապներն են, ուրեմն ես մեր հայկական գորգերի մեջ, ամեն տեղ վիշապ կտեսնես, ու ինչն է հետաքրքիր, բոլոր հայ մշակույթի անցած այդ տարբեր փուլերը մի գորգի մեջ կտեսնես, սկզբից եղել են արևապաշտ, բնությունը պաշտող, հավատացել են ենթադրենք այդ վիշապների ուժերին, այդ վիշապներին կտեսնես այստեղ, արևը կտեսնես, աստղերը, մոլորակները կտեսնես, այդ բնությունը կտեսնես, քրիստոնեությունը եկել է, իրանք այդ քրիստոնեության նշանները շատ համահունչ վերցրել են, տեղափոխել են այստեղ, խաչերը դրել են, այս աստղների կողքը խաչեր են դրել, քրիստոնեության հիմնական սիմվոլներից մեկը թռչունն է, չէ, հավատքը, ուրեմն այս պստիկ բաները ինչ են մտածում ես։ Կրակ կարող է լինի կամ հլարի այս կողմից նայի։ Այս կողմից վիզուալ կյանքից։ Դե ասենք, չգիտեմ, ով կոմենտների մեջ գրեք, ես ինչա ձեր կարծիքով ասելու Անայի ասելուց առաջ մի հատ էլ գրեք, հեսա ինքը ասել է։ Ուրեմն ես ասեմ, սրանք թռչուններ են կամ էլի նորից վիշապները։ Նայ թռչունը ոնց է, իր գլուխն է, այս պոչն է, սենց, այս էլ ոտքերն են իրա։ Երկու ոտքը, պոչը, այս ձևի թռչուն երբ որ տեսնում ես, հիմնականում հայկական գորգերի վրա են մենակ սրանք լինում։ Ուրեմն հա, այս ծիտիկները, ու ասեցիր, որ այս գորգը ուրախ ոնց որ տպավորություն է թողնում քո մոտ։ Ծիտիկները, նախշերը, ծաղիկները, սենց մոլորակները, գույները, այս սրանք էլ են վիշապի գլուխները, այսինքն իրար, այս վիշապները ոնց որ պաշտպանող են հիմնականում, ոնց որ սենց, ոնց ասեմ, այս 8 գագաթանի աստղերը, որոնք որ արևի
նշան են, արևը ու ընտանիքը, խաչերը այդ վիշապներն են պաշտպանում։ Վիշապները պաշտպանում են, հա։ Ու այդ թռչունները, հավքերը մի քանի շերտով ոնց որ այս մշակույթը մարդիկ ոնց որ այդ բոլոր ամբողջ հայկական պատմությունը ոնց որ դու կարողանաս այս գործի մեջ տեսնել։ Իսկ այս թվում է Չինաստանի կամ Ասիայից այդ վիշապների բանը կարողա տեղից ոնց որ եկած լինի որտեղ։ Ինձ թվում է նախ այդ շատ համամարտկային բան կարողա լինի այդ վիշապները, որտեղ մեծ մողեսներ կարողա տեսել են կամ ասենք ջրային այտենց պատկերացրել են վիշապներ մեծ, ասենք այտենց բաներ են պատկերացրել որպես ուժի նշան, բան ջրերի մոտ են դե հիմնականում այդ վիշապներին, ջրային այդ վիշապներ են պատկերացրել։ Շատ տարբեր են մեր ու չինական վիշապները։ Չինական այդքան չեմ ուսումնասիրել, բայց հայկական վիշապները սովորաբար ջրի ակունքը պաշտպանող այդ վիշապաքարերն է կարողա լսած լինես։ Հայաստանում ամենտեղ, հա, հələ այս անգամ որ գնաս Հայաստան, շատերի նայեմ, հələ պատմի այդ քարերի մասին, դա խաչքար չի, հատուկ սարքած չի, ահա։ Խաչքար չի, սենց մեծ, սենց քարի կտորներ են, ոնց որ ու դրած են այդ քարերը հիմնականում ջրեր աղբյուրների սկզբին հենց ակունքներին, որոնք որ պաշտպանում են ոնց որ այդ ջուրն են պաշտպանում աղբյուրի ակունքն են ոնց որ ամեն ինչի սկիզբն է ու իրանք սենց պաշտպանող ու չարի ու բարի հավասարակշռության իմաստը ունեն իրանց մեջ ոնց որ վիշապները վատ բան չեն այդ վիշապների մասին խոսալուց կարանք ամեն այդ վիշապագորգը օրինակ այն կողմը ունենք հենց մի հատ ցույց տանք ահա հələ արի էս խոսանք ես սրա գորգը չունեմ բայց ես սարքել եմ սփռոց ես դու ես սարքե հա ես իմ մտահղացումն է սա պրինտ է պոլիեստերի կտորի վրա ամբողջությամբ չի սենց ուղակի փռել եմ ուսումս կարանք գետնին չէ լավ է սենց կարանք տեսնենք ուրեմն նայ էս վիշապագորգ է կոչվում այս վիշապագորգերը գործվել են Սյունիք ու Արցախ հիմնականում Արցախի շրջանում հիմա տես այս վիշապներն են նայ որ տեսնես իրանց այս պոչը գլուխները ու սրանք ոնց որ բարի ու չարի իրար հետ այդքան պայքար չի ինչքան հավասարակշռություն է ոնց որ դու չես կարա կյանքը առանց լավի ու վատի պատկերացնես դրանց հավասարակշռության մեջ է ոնց որ ու այս վիշապները պաշտպանում են մեջտեղում հավերժություն է հավերժության այս սվաստիկայի նշանը ընդհանրապես Հայաստանում եկեղեցիների վրա էլ կա հավերժության նշանը Դե հա այդ նշանը վաղուց կա, ուղղակի ես վերջի 60 տարի է ինչ Ցավոք սրտի վերջեցին ու օգտագործեցին վատ գաղափարախոսության համար, բայց իսկ էս ինչ է, այստես ստեղ ոնց որ երկու գլխանի է թե դի պոչն է իր այսի Հա, դե կարող է երկու գլխանի է, չեմ իմամ, բայց այս սրանք բոլորը հիմնականում գործել են այն ինչ որ տան համար կարևոր է, ոնց որ կամ իրանց տանը ինչ կա, ենթադրենք իրանք ունեն մի քանի գլուխ ոչխարներ ունեն, այծեր ունեն, ցույց են տվել, մարդու ֆիգուրաներ կան այստեղ, երևի այն կողմի վրա է չի երևում, ոնց որ տան տղամարդկանց են պատկերել։ Փաստորիկը սիմետրիկ չի, հա, կարա այստեղ մի բան լինի, այնտեղ ուրիշ բան լինի, հա։ Ու դու տենց իմանում ես, որ էսի ձեռագործ է։ Էս նայ, այստեղ է թռչունը կա էլի, նայ։ Տեսար այդ պոչը, ոտերը ու գլուխը, հեսա։ Այդ թռչունը կա նորից։ Այս սրանք էլ էս մոտապես էլի սենց վիշապի այդ բաները, էս այդ 8 բանի անկյունանի այդ 8 ծայրանի աստղը կա նորից։ Այդ գիտես ինչ է հետաքրքիր, որ եթե մենք նայենք, ասենք, եթե ինձ հարցնես հայկական մշակույթը ինչով է տարբերվում, չգիտեմ, ռումինականից, խոսքի կամ հունականից, ես կասեմ, որ երաժշտությունը մի քիչ ավելի տխուր է, մի քիչ տենց իմ մտքով, չէ, որ նկարները կամ պոեզիան մի քիչ ավելի ոնց որ ֆոկուսը լավ հիշողությունների, անցյալի մասին, ոնց որ տենց հիշենք, մի քիչ երևի տխրենք, տենց իմ տատիկներ երաժշտություն որ լսել երկոցից կարա նստեր ու լսեր իր երգերը, մի քիչ ես նայում եմ իրան ոնց որ տխրելով, չգիտեմ ինչի, բայց այս կոնկրետ այս գորգը լրիվ ուրիշ տպավորություն է թողնում, ինքը չի թողնում ընդհանրապես ոչ մի Ես տխրելու ավելի ուրախ տպավորություն է թողնում։ Հենց այդ ուրախ է ու պարզ է շատ։ Պարզ, սենց նայում ես շոտ ինչ որ սենց ճոխ բաներ չկան, պարզ բաներ են, պարզ ընտանիքն է, սերմն է ընտանիքի, կենաց ծառն է ու այդ համընդհանուր այդ բաներն են, պարզ գաղափարներն են, որը սենց այդ կյանքի
պարզ բանն է, որտեղ մարդն էլ պետքա փորձի մարդ լինել, պարզ մարդ, ուղղակի մարդ։ Մի բան ասեմ, ինչի իմ կարծիքով ինչի է այդ երաժշտությունը, այդ տպավորությունը մեր մոտ թողում, մեր պատմությունը շատ տխուր դրվագներ է ունեցել։ Ինձ թվում է այդ տխրությունը, այդ մասը, հələ այդ տրավման մեր մոտ այնքան մեծ է, որ մենք մեր երաժշտությունը կամ մեր արվեստը մի տեսակ այդ լինզայով ենք տեսնում։ Մի հատ է ուրիշ, չգիտեմ իսկականից այդպես է թե չէ, բայց ինչքան ես հասկացա, գորգերը շատ ժամանակ կանայք են ստեղծել։ Ճիշտ է։ Ու ասենք երաժշտությունը գրելուց շատ քիչ երաժշտություններ, որ կանայք են գրել այդ երաժշտությունները, այդ էլ կարող է մի փոքր ունի իր տարբերությունը, չէ, ասենք կանայք ուզեցել են, որ ընտանիքը աճի, բարգավաճի ու իրանց նուման այդ բարիության ներդրումի մեջ կա։ Կարող է, բայց նաև այդ որ ասում ես երաժշտություն գրելը, այդ դրանք գրել են հուսանները, օրինակ Սայաթ Նովան, տարբեր աշուղները, որոնք ընդհանուր արևելյան մշակույթի գրող են, sense հատուկ չես կարա իրանց ասես, որ իրանք հայկական են։ Ավելի օրինակ նույն Սայաթ Նովան ես շատ եմ սիրում, բայց ինքը նաև վրացական մշակույթի մաս է իրանց ներկայացնում, ադրբեջաներեն երգեր ունի այդ մարդը, այդ գրողները գրված երգերը մի տեսակ ուրիշ են։ Իսկ մարդկանց երգածները, օրինակ Կոմիտասի գրանցածները կամ ուրիշ այդ պարզ երգերը, որ Հայրիկ Մուրադյանի օրինակ գրանցած երգերը, ավելի ժողովրդական երգերը, ժողովրդականը պարզ են ու ուրախ են։ Այնտեղ տխուր բան չկա։ Իսկ հələ մի քիչ պատմի, դու ասեցի, որ դու ես սարքե, դու սա նախատեսել ես որպես ինչ, էսի մարդ որպես ինչպես կարա օգտագործի այս սփռոցը, հա։ Սփռոցը, հա։ Դրա համար պոլիեստեր է, որ հեշտ լվացվի, հեշտ, հա։ Իսկ գույները կկորեն, եթե Ոչ, չէ։ Քանի անգամ լվացել եմ, չորացուցիչ եմ գցել, չորացրել եմ, ոչ մի բան չի լինում։ Նույնիսկ մի բան էլ որ կաթում ա վրան, դու սենց ուղակի կարաս Այդ դու քո համար ես սարքում, թե Չէ, ես այս սարքել եմ, որպեսզի այս օրինակ տես ես այս գորգից չունեմ, չէ, բայց ես սիրում եմ այս գորգի մասին խոսալ։ Այս հայկական մշակույթի մի հատ մեծ մաս է այս վիշապագորգը։ Ու ես մտածում եմ, որ այդ մշակույթը տարածելու, այդ ինֆորմացիան տարածելու մատչելի ձև է, որ օրինակ գորգը բավականին թանկ բան է։ Ամեն մարդ չի կարա դա ձեռք բերի, մանավանդ ձեռագործ գորգը։ Իսկ ես, ասենք $25 մարդ կարող է ձեռք բերի։ Ու ինձ թվում է, ասենք որ մտածես ունենաս սենց մի բան տանը, որ հայկական ինչ որ առիթներով կամ ուղղակի սենց պրես սեղանից սենց այդ հայկական շունչը պահես, Իսկ ամերիկացի կան, ասենք ոչ հայերը առնում են, հա։ Կան, պատկերացրու կա։ Մեկը առել էր, կան էլի որ կոլեկցիոներներ են, սենց ու իրանց keyword-երով փնտրում են ու գտնում են, առնում են։ Մի հատ հետաքրքիր մի հատ մարդ կար, ասում է, ես առա այնքան դուրս եկավ, ինձ իմ անկողնու վրա եմ փռել, որ մտեմ այդ մարդը տենց է պատկերացնում, այդ կարաս տենց է օգտագործես, ինչի՞ չէ։ Փորձել եմ պահել այդ բոլոր բաները, որը որ օրիգինալ գորգի մեջ եղել է։ Այստեղ կտեսնես օրինակ ասենք որոշ տեղեր կա, ասենք խամրած, մի քիչ մաշվածություն, Այս կետերը, չէ, որ կան։ Կետերը, ասենք դրանք հենց այդ գորգի վրա կա։ Ես ուզում էի, որ ոչ թե լինի ուղակի այդ նախշը, այլ դու զգաս, որ էսի գործած է։ Ոնց որ այդ գործվածքի այդ զգացողությունը ունենաս։ Համաձայն եմ, շատ էս ոնց որ այստեղը շատ է բանանում գործվածի։ Այս մեկն էլ կարամ ցույց տամ, Ֆրանց, եթե հետաքրքրում է։ Ուրեմն Էս էլ մենք Հայաստանում սովորաբար սրան արծվագորգ ենք, արևագորգ կամ արծվագորգ ենք ասում, բայց էս էլ է վիշապագորգի տեսակ։ Արևագորգ նույնիսկ կարանք ասենք, ու էս էլ Սյունիքում են հիմնականում գործել։ Ուրեմն այստեղ Դա ոնց ես դու հասկացել, ինձ մի հատ էլ ինձ կարաս բացատրես կոնկրետ էս մի գորգը։ Էս նախշերից ենք հասկանում, կոնկրետ այս ձևինը կարող է փորձես տենց փնտրել ջրաբերդ որ գրես, այս գորգը կբերի։ Ու սրա տարբեր տարատեսակները կա, որ երկու հատ այս հիմնական այս նախշից է, կա որ 3 հատ է լինում, կա սրապես որ մեջտեղում մի հատ տակերից փոքր 2 հատ։ Այս օրինակ հենց այդ վիշապի բաներն են։ Սենց օցանոման բաները, եթե փորձես ավելի սենց այդ աչքով նայես, կարող է կենթանիների, ասենք, աշխարհից էլ է գալիս, ով որտեղ որ ապրել է, այդտեղ տեսել ավելի շատ օծեր կամ ասենք կարող է, շատ հնարավոր է, բայց ընդհանուր հայերը բոլորը որտեղ էլ գնաս, օրինակ ես մեկ արևմտյան Հայաստանից էր որ պատմեցի, այդտեղ կան վիշապներ։ Ահա
Արցախում էլ կա, Սյունիքում էլ կա, Սևանի գորգի մեջ է։ Էս էլ Սևանի գորգն է, հա։ Էս է Սևանին, այստեղ ճիշտ ասած չէի իմանում արդեն որտեղ դնել, ըստեղից եմ կախել։ Այս Սևանի գորգը ավելի պարզ ու սենց ոնց որ մոնումենտալ լինի, կտեսնես էլի այդ 8 անկյունանի այդ աստղը, կտեսնես այդ խոյակները, այսենց խոյի կոտոշների պես, կտեսնես հավերժության նշանը այստեղ ուրիշ ձևով արված, ոնց որ ծաղիկի թե։ Հա, ասենց խաչքարների վրա էլ շատ կարող ասենց տեսնես կողքը, ասենց այս սրանցից կա ու խաչը մեջտեղում ու արևը, այս եմ ասում շատ ցույց տա։ Այս գրքերն են էս բերել, հա։ Հա։ Դու այս գրքերով էլ ես ուսումնասիրել, էլի։ Նախ միած սպասի Նիկո Մարի խմենք հանգիստ էս կոֆեն, շատ ստուել։ Սփռոցով շատ սիրուն է, չէ։ Կոֆեն շատ է սառը, ոչինչ։ Ես սառն եմ խմում։ Հա, դելա։ Այս սփռոցը, այս մեկը մի քիչ տարբեր է, եթե նկատում ես։ Որտեվ այս մեկը գորգի հիման վրա չի։ Այս մեկը Մարաշի ասեղնագործությունը։ Մարաշը գտնվում Արևմտյան Հայաստանում ու շատ հայտնի է եղել ասեղնագործությամբ։ Այսինքն կտորի վրա թելով, ասեղով, արած նախշերով։ Այս մի հատ սփռոցը իրականում մի հատ մեծ բարձի երես է եղել։ Ենթադրում եմ հարսանիքի համար են երևի սարքել sense մի հատ մեծ։ Այս տիպին կան մի երկու հատ թանգարաններում պահում են։ Ուրեմն ստեղ ավելի sense թեթև ու բուսական բաներ են, օրինակ այս կակաչներն են հիմնականում։ Հա, այս սրանք տես տարբեր sense կակաչներն են։ Դա երևում է։ Հա, կակաչներն են ու մեջտեղում մեր ազգի մեծ պաշտամունք լույսն ու արևը։ Կենաց ծառը կա։ Կենաց ծառ։ Կենաց ծառը, հա, ամեն ընտանիքում այդ մի հատ ծառն է կամ ճյուղն է, որը տենց ընտանիքի սիմվոլն է։ Ու մեր սիրած տիտիկները, ինչպես միշտ։ Այսինքն ստեղ կա էլի այդ բնության այդ պաշտամունքը, կա նաև քրիստոնեությունը, միշտ որ այս տիտիկներին տեսնում ենք, իմացանք որ Որն ավելի դժվար, ասենք, ուղղակի ֆիզիկապես կարել ես ասեղնագործը, թե գորգը, որ դու Գորգը շատ աշխատատար է, գորգը կարող է մի տարի տևի։ Մի քանի ամիս տևի մի հատ գորգը, որ ամեն օր մի հատ այդ գորգը գործողը գործի։ Գորգերը պատկերակա եղել է, որ մի գորգը ընտանիքի մի անդամը սկսել է գործել, հետո ենթադրենք հարսա եկել տունը այդ տատը սկսել է հարսնա շարունակել։ Մարդեն sense ուրմուր կտեսնես, որ ասենք մի քիչ նախշերն են փոխվում, գույներն են փոխվում, հա, ամեն մեկը իր բնավորությունն է մեջը դնում, իր, ասենք, ուրախությունը կամ նեղվածությունը կամ ինչ որ մի առիթ, գորգերը ընդհանրապես նաև գործել են, որ նվիրեն, օրինակ, շատ են նվիրել հարսանիքներին, նորաստեղծ ընտանիքներին, ու շատ հաճախ պատկերել են այդ հարսին ու փեսային։ Էդ էլ է մի ձև տարբերելու, որ այդ գորգը հայկական է, որովհետև արևելյան մյուս օրինակ պարսկական գորգերի մեջ, թուրքական գորգերի մեջ կամ քուրդերի գործածների մեջ չկա, մարդիկ չկան։ Մարդ չունեն իրական։ Հիմնականում չկա։ Նույն, եթե արել են, ուրեմն վերցրել են հայերի կրկնօրինակել են ուղղակի։ Իսկ էլ ինչ նախշեր իրանք ունեն, մենք չունենք կամ մենք ունենք իրանք չունեն։ Մի հատ շատ sense པարզ բան ասեմ, մեր գորգերը པարզ են շատ։ Պարզ։ Ավելորդ sense բաներ չունեն վրան, շատ գույներ չունեն։ Օրինակ հիմա որ sense հերվից նայենք այս գորգերին, 3 հատ գույն է հիմնականում օգտագործվում։ Կարմիր, կապույտ ու այդ բնական այդ սպիտակ գույնը ոչխարի բուրդի։ Մի քիչ կարող է կանաչ լինի, շատ թեթև դետալների համար։ Հիմա որ sense նայես մեծ մասամբ sense կարմիր ու կապույտ է այս գորգերը։ Ու հիմնականում կարմիրի վրա կապույտով արած դաշտ է կավառ։ Բաներ, դետալները։ Այդ մի հատ տարբերություն։ Երկրորդը հիմնականում եթե խաչը տեսնես, խաչը ու այդ sense մի հատ տեաձև բան կա, նախշ կա, այն մի գորգի մեջ կա օրինակ։ Ոնց որ այդ իրար հակառակ վիշապներ են, կամ այտենց կարաս ինտերպրետացիան ես, կամ սուրբ, կամ տեր։ Ահա։ Այսինքն միշտ հայերն են արել այդ նախշը։ Եթե ուրիշ ազգեր արել են, առանց գիտակցելու կրկնօրինակել են։ Պարսկական գորգերը օրինակ շատ ծաղկավոր են։ Sense ծաղիկներ, տերևներ շատ սիրուն են, էլի շատ սիրուն է, բայց շատ sense ծաղիկներ են, sense ոնց որ իրանց այդ մսկիթները ոնց են, sense ոսկեզոծ ոնց որ sense այնքան շատ է։ Ու այդ նախշերը ոնց որ իրանք կլոր, այդ ձևի է, իրանցը տենց կարաս տարբերես։ Հայկականը ավելի ոնց որ երկրաչափական են։
Օրինակ sense եթե տեսար, ասենք sense ինչ քարակուսիներեն, հա, sense ուղանկյուններ են, այդ ձևի բաներ են, որտեվ փորձել են հայկական, ասենք այդ տաճարների տեսքը տեղափոխեն, խաչքարատիպ բաների գորգերի վրա տեղափոխեն ու այդ ձևով են պատկերացրել աները։ Իսկ այդ Միջին Ասիան էլ գորգերով հարուստ է, չէ՞, որ իրանք շատ ունեն։ Գիտես, այս բոլոր ազգերը իրար կողք ապրել են հարյուրավոր տարիներ, Ֆրանս։ Ինձ թվում է ոնց էլ չլինի, իրար սովորացրել են։ Նախ այն ցեղերը, որոնք որ եկել են, ճամփորդող կամ քոչվոր այսպես ասած, այդ ցեղերը տարբեր որ եկել են, եթե դու անընդհատ ճամփորդում ես, դու գորգագործ չես կարա լինես, որովհետև գորգը գործելու համար քեզ պետքա դու պետք է նստես, հա, ու աշխատես։ Մեծ սարքը որ կա, որով որ դու գործում ես, հսկա բան է։ Էդի դու չես կարա ճամփորդես դրանով, վրանդ խփես, վրանի մեջ դնես, ոնց որ այդ ուսերիդ վրա տանես հնարավոր չի։ Ոնց որ work from home չկա, էլի տնից աշխատես։ Պետք է տնից աշխատես, բայց այդ է քո տունը քո։ Հա, դրա համար այն որ ասում են օրինակ ոնց կարաս իմանաս որ հայերից է կամ այդ տեղ ապրողներից է այդ բանը առաջացել, որտեղ եթե դու ճամփորդում ես, դու չես կարա գործես։ Իրանք եկել են, տեսել են հայերը սենց նախշերով գործում են, իրանք էլ իրանց գունային ձևերով, իրանց աշխարհի ընկալման ձևերով սովորել են, սկսել են գործել։ Հայաստանը այդ որ ասում են շոլկովի պуть, չէ՞, կողքից եղել է, ասենք, որ նու անմիջապես մեջտեղը չի եղել, բայց վաճառելու հարցը ինչքան տարածված է եղել, որ հայկական գորգերը վաճառվեն արտասահման, ասենք, կոնկրետ կարող է տարել են Եվրոպա, թե տենց բան տենց։ Տարել են, շատ լավ հարցեր է։ Հայկական գորգերը, արաբները ամենաառաջի նշումները որ կա, արաբական արշավանքների ժամանակ, որ արաբները եկել են, այդ մարդու անունը կարող է լավ չկարողանամ հիշեմ, արաբները հայտնի են եղել, որտեղ իրանք առաջի գրքերն են սկսել գրել, չէ, իրանք գրավոր խոսք ու այդ պատմությունները թողել են, իրանք գրել են, որ Հայաստանում մեր այդ երկրներով որ անցնում էինք, հայերի գործած գորգերը առանձնահատուկ են ու իրանք իրանց այդ բոլոր որ անցել են ու գրավել են այդ երկրները Հայաստանը որպես տուրք վճարելու համար առաջի տեղում նշած ա եղել գորգ ու ասենք շատ քիչ քանակությամբ օրինակ 8 հատ ասենք այդքան արժեք հա ունեցե պատկերացրու հա այդքան արժևորել են որ այդ գորգն է կարևոր բան եղել որ Հայաստանից տանեն այդ տենց տարածվել է առել են երբ որ Օսմանյան կայսրությունը ստեղծվեց թուրքերը երբ որ եկան հայերը այդ հալածանքներից շատերը տեղափոխվեցին Եվրոպա շատ այդ ժամանակ մի հատ մեծ կտոր գաղթ եղավ Իտալիա շատերը գնացին ու իրանց հետ տարան գորգերը ու Իտալիայում շատ կան եկեղեցիներում նկարներ կան իտալական ռենեսանսի նկարիչներից որ նկարների մեջ կա իրանց հոգևոր գործիչները կտեսնես ու իրանց ոտի տակ հայկական գորգեր ապրած հռոմում հա ուզում ես ասես տարբեր տեղերում չէ պարտադիր չի հռոմում Իտալիայի տարբեր քաղաքներում հա քան հավեսձևի տես ճամփորդել են շատ հետաքրքիր է դու նշեցիր բուրդը որ երևի ամենաբուրդ բրդից ենք սարքել։ Իսկ գույները ինչպես ենք ստացել, այդ կլասիկ, ասենք այդ ինչով են սարքում, տենց հատուկ ժուկեր կան, ինչ կան, որ իրանց օգտագործում են, տենց է, թե մենք ունեցել ենք մի ուրիշ ձևեր գույներ ստանալու։ Ուրեմն որդան կարմիրը հիմնական կարմիր գույնը ստանալու որդն է եղել։ Այդ որդան կարմիրը որդերը այնքան քչացել են ինչ որ մի պահի, որ այս 100 տարի, օրինակ այս գորգերի կարմիրը այդ դրանով չի։ ուրիշ էլի բնական ներկայություններով ստացած է, բայց բուսական էլի բաներից, հա, բուսական բնույթի բան։ Մենակ կապույտը ինդիգոն բանից են բերել, Հնդկաստանից են բերել, որտեղ մենակ այնտեղ կա։ Մնացած գույները, օրինակ այդ կարմիրը, կապույտը նշեցի, կանաչը ստացել են խառնուրդներով, սևն ու այդ բնական ասենք այդ բեժ գույնը արդեն բնական բուրդի գույնն է եղել, շագանակագույնը մեկ-մեկ ստացել են ընկույզի կեղևից։ Հիմնականում եղել են ասենց բնական ներկերով ու դա մի հատ մեծ բան է արվեստ է եղել դա որտեվ շատ հեշտ չի ստանալ էլի
այդ բուրթերի։ Հա, ու երկար է տևում, իրանց ասենք, տես ինչքան երկար 100 տարի ու գույնը ասենք մի քիչ արևից, հիմա ես այս շոր հագնեմ 100 տարի չի իմանաս։ Հաստատ։ Գիմյա հավես պատմություն պատմեմ, այս տարի ամռանը որ Հայաստանում է գնացի Մեգերյան կարպետ։ Մեգերյանները ուրեմն գորգագործների, այտենց գորգերի մի հատ մեծ կազմակերպություն է, արտադրություն է ձեռագործ գորգերի ու իրանք բնական ներկայունթեր են օգտագործում ու ունեն մեծ կոլեկցիա հին գորգերի ու իրանց այնտեղ ունեն ցուցահանդես խորհուրդ կտամ բոլորը ով որ Հայաստանում կա գոնե մի անգամ գնացեք տեսեք շատ հետաքրքիր շատ սիրուն է ոնց որ այս անվերջանալի sense կախած են այդ հին գորգերը ուրեմն այնտեղ կար մի հատ գորգ որը որ փորձել են ռեստավրացիա անել ինչ որ մինչև մեգերյաններին հանձնելը ու գույները քիմիական ներկանյութերով են արել մի մասը ու 100 տարի հետո որը որ բնական գույներով է, այդ բնականը համարյա չի կորցրել իր գույնը, այն արհեստական կամ այդ քիմիական ներկանյութերով արածը կորցրել է, ասենց խամրել է։ Ինքան հետաքրքիր, ոնց որ մի գորգի վրա դու այդ տարբերությունը կարող ես տեսնես։ Իսկ եթե ասենք մի մարդ ուզում է ուսումնասիրի գորգեր կամ մի քիչ ավել հասկանա, որտեղից սկսի, որ հեշտ է, էլի քո ճանապարհը։ Հա, ես ընդհանրապես կան մի քանի հատ շատ լավ գորգագետներ կան, Armenian Rug Association գոյություն ունի։ Ստե Միացյալ Նահանգներում է ինքը, հա։ Ամերիկայում է, հա։ Այդ որ փորձեք փնտրել, այնտեղ հավեստեվի վիդեոներ կան, կարակ այդ փորձեք նայել։ Ես այս գիրքը շատ խորհուրդ կտամ, կոչվում է Armenian Rugs from the Gregorian Collection։ Այս Արտուր Գրեգորյանը Ամերիկայում է եղել։ Այս տեսար որ են նրանից է։ Շատ նման։ Նույն վիշապագորգ է, որովհետև տես ինչ որ անկյունը կարող է ուրիշ գույներ, ուրիշ նախշ լինի, բայց միտքը նույնն է։ Այս վիշապները ու դրանց բազմաթիվ իմ կարծիքով ամենալավ ձևը որ sense բռնես ու նայես ուղակի աչքդ սովորի այս օրինակ այն գորգի նման է շատ ու տես sense ուղիղ չի sense որ դրել են երևում է որ մի քիչ չգիտեմ ոնց նկարը տենց է բայց ու տես էստեղ գրած խոսքեր հայերեն կա, տենց բան ես չէի տեսել։ Հա, ուրեմն այդ ամենալավ բանն է, որ հայերը արել են, գորգ գործողը իր անուն ազգանուն ու տարեթիվը սովորաբար դրել է։ Ու այդ միակ ձևն է, որ մենք այս աշխարհում հիմա կարանք ապացուցենք, ասենք, այս հայկական է, որովհետև ուրիշ ձևով այս թշնամությամբ լցված ցավոք սրտի Հայաստանի հարևանների հետ խոսալ անհնար է լինում։ Իրանք ասում են ամեն ինչը որ թողես կասեն ալբանական։ Հա, օրինակ, հա։ Իսկ այս մարդը դրել է մենակ inscribed rugs, այն որոնք որ նշած է հայերեն, որ ոչ բոլոր գրքերը նշած է համ։ Որ ոչ մեկ չկարողանա իսկի կասկածի, տես տարեթիվը կա, սովորաբար գրած է լինում ամի, այսինքն տարվա տարիա, ամյակ բառոն ենք, չէ՞։ Ամիա գրված լինում ու տարեթիվը կամ գրված է լինում, ասենք 1905 թվական, այսինքն։ Ու սովորաբար երկու տառ է նշում անուն ազգանուն կամ մարդկա իր անունը գրում ամբողջությամբ, հա, տարբեր են լինում։ Ու ենթադրենք այս ձևի գորգը, որ մի անգամ տեսնում ենք, որ գրած է լինում, հետո կարանք ասենք այս տիպի գորգերը, եթե տեսնեք, նույնիսկ եթե գրած չլինի, կարանք հասկանանք, որ հայկական են։ Արդեն պարզ է դառնում։ Հա, որ իր նմանը, որ տեսնենք, հա, տես այս արծվա գորգից է։ Մի քիչ ուրիշ գույներով, բայց էլի այդ նույնից է։ Իսկ եղել են գորգագործեր, որոնք որ տենց անուն են վաստակել, որ բոլոր իրանց մասին գիտեն, տենց թե շատ ժամանակ մարդիկ ոնց որ տունը նստած գործարել է, հետո արդեն ոնց որ մոռացվել են իրանք, տենց։ Հիմնականում այդ երկրորդ տարբերակն է, որտեվ այս մարդկանց համար եղել է ոնց որ այդ գորգը օգտագործել են, որ գետինը տաք լինի, նստած տեղը տաք լինի, պատերը սիրուն լինեն, այդ պատմությունը փոխանցեն երեխեքին, այս գորգերը ոնց որ ամեն մեկը մի հատ հեքիաթ լինի, կամ մեր ազգի, մեր հայ լինելու բոլոր սիմվոլիկան մեջը կա։ Այս մի գիրքն էլ եմ անպայման ուզում ասեմ, էսի Weavers, Merchants and Kings, the Inscribed Rugs of Armenia։ Այսի այդ Armenian Rug Association-ն է։
ստեղծել 1970 թվականին կարծեմ հավաքվել են հայ կոլեկցիոներներով Ամերիկայում ու գտել են այս բոլոր գորգերը, որոնք որ հինա, այս რა նոր տպագրություն չկա։ Չէ, ես այս առել եմ օգտագործած ինչ որ մեկինն ա եղել։ Շատ հետաքրքիր է։ Պատմում է թե ոնց են հայերը առևտրի նպատակով կան գորգեր, որ գործել են, կա որ գործել են տան համար, ոնց որ sense շատ տարբեր։ Այս գիրքը հրաշալի գիրք է։ Դրածը 1700 թիվ տենց կարա լինի։ Cover illustration։ Այդ գորգը գորգն է ինքը 1700 գորգը 1700 թվի գորգա, Գոհարա սրա անունը։ Որտեվ այդ Ոյս ինչ մեծ տես ինչքան է գրել, որ ով որ կարծեմ այս գորգը տեսնի, թող իմանա, որ ես եմ գործել իմ անունը Գոհար։ Սենց մի հատ մեծ բան է, ու ինձ հիշի։ Շատ սիրուն բան է։ Էսը, նորից վիշապ։ Ինչ արժի էս կարգի գորգը, ասենք էսի։ Այդ կոնկրետ այդ հա, անգին բան է մի հատ։ Հիմնականում պահպանվել են հիմա, ասենք 20-րդ դարի սկզբում գործած, ասենք 1905-ից մինչև 1915 թիվը հիմնականում 15 թվի այդ մեր ցեղասպանությունից հետո շատ էս ազգը բան եղավ էլի Դե պարզատաներից արդեն դուրս եկած այդ ինչ որ նորից սկսել շատ դժվար ամեն ինչը սենց խախտված շատ դժվար էր անելը դրա համար շատ քիչ էին արդեն գործում հետո երբ որ սովետական միությունը եկավ արդեն ամեն ինչ փորձեցին ավտոմատացնել այդ ժամանակ գործարաններ սարքեցին փորձեցին ուտեղ բերել գորգագործությունը Իսկ եթե հասարակ հարց է, էլի, եթե ես ուզում եմ մի գորգ առնեմ, գնեմ գորգ, գինը ոնց որ չկա տենց մոտավորապես, հա, որ ես հասկանում, որ այս գինը նորմալ է, այս գինը արդեն ոնց որ Կարա ինձ հարցնես, բրավոս, եթե մտքիդ ունենաս, ասենք ասես, այս գորգի համար այս գինը նորմալ է, թե չէ, բայց հիմնականում, օրինակ ես մի հատը, որ Թուրքիայից էր, տես քանի որ մաշված է, ահա, կարող է իսկի $400-500 կարողանաս ձեռք բերել։ Ավելի լավ թանկ չպիտի լինի մաշվածը։ Նայած ինչ մաշվածությանը, հա, որտեվ եթե դու որպես կոլեկցիոն բան ես դա ուզում ձեռք բերել, ինչքան մաշված է, այնքան քիչ կդիմանա հետո։ Իսկ այն մյուս տիպի գորգի պես, այն կարող է ասենք լինի, ընդհանրենք 2000-ից մինչև $4000-5000 այդ կարգի մոտավորապես։ Քանի որ ինքը ոնց որ հիմնականում իր խավը պահած է, որևէ տենց ինչ որ զգացում է որ տենց ասենք առանձնապես վրան չեն քայլել, բան չեն արել, երևի ինչ որ միտեղ կախած է եղել կամ պահել են միտեղ։ Իսկ գործարանային գորգերը շատ էժան են։ Ուղղակի սա մեր ընտանիքում շատ երկար է եղել ու շատ եմ սիրում, որտեղ գործարանային է, բայց փորձել են բոլոր հայկական գորգի էլեմենտները մեջը դնեն։ Չեմ ամ, իմ համար ցենց լավ հիշողություն է։ Իսկ գործարանը որ կարում է գորգը, դա ոնց որ մարդը որոշում է, որ երբ կանգնացնի, երբ թե էդի ոնց որ պրոգրաման տալիս ես ինքը իրան կարում է, էսի այդպես չէ պատկերացում սովետի ժամանակ տենց։ Սովետի ժամանակ արել են, դե ոնց որ այնտեղ ներկել են հենց այդ քիմիական նյութերով են ներկել։ Բնական ներկանյութերով չեն արել, էդի վատ կողմն է դրա։ Գրքերից եթե նայում ես, այս գիրքը մի հատ գանձ է ուղղակի։ Ալեք Մանուկյանի մասին երևի լսած կլինես։ Այս Alec and Marie Manukyan Museum Դեթրոյթում, Միչիգան, Ամերիկայում Հայաստանից դուրս ամենամեծ մյուզեումն է, հայկական մյուզեումն է։ Ու այս մարդը, Ալեք Մանուկյանը, այնց հետաքրքիր մարդ է եղել, շատ ամբողջ համայնքին, ոչ միայն հայերին։ Եթե դու գնաս Միչիգան, ասես Ալեքս Մանուկյան, բոլորը գիտեն իրան։ Բոլորին օգնել է, կրթական ծրագրեր ալի քարել, համայնքիներին այնտեղ տարբեր օգնել է ու այնտեղ շատ սիրուն եկեղեցի եկա, ու այս գիրքը որ sense անընդհատ կարաս բռնես թերթես, էլ բոլոր հայկական նախշերից, տես ասենք այս սրանք կտորների վրա, տարազները կան, sense ձևի գործվածներ, այստես տարբեր զարդեր կան, տարբեր ժամանակներից եկած նկարիչներ, անենց նկարներ կան, որ ես կյանքում ասենք չէի իմանալ, որ դրանք հայեր են, Մինա Սավետիսյան է, այս բոլորս գիտենք, բայց այդտեղ մի հատ շատ սիրուն նկար, ես իմ համար մի հատ հրաշք բաներ էին, էլի, այս մեկը Սարյանը մի անգամից զգացվում է, չէ, այս նկարն եմ շատ սիրել, Հովսեփ Փուշման, հայը, ինքան սենց նենց սիրուն բաներ կան, հələ այդ գույները նայ, ինչ սիրուն է։
Այվազովսկին, այդտեղ կան այդ հոյները, մետաղադրամները ու գորգերը։ Այս սրանք էլ իր կոլեկցիայի մեջ էլի գրված թվականը։ Իսկական գորգերը կարելի է տեսնել Միչիգանում հիմա Դետրոյտում։ Մեծ, այս էլա տեսելի է տենց վիշապագորգ այդ գոհար գորգի նման։ Այս մեկը պարսկական գորգ է։ Օրինակ նայ այս կսկաս ոնց է։ Ծաղկավոր, սենց շատ խիտ, ասենք ամեն անգինում մի բան լցրած է։ Տարբերությունը կսկասը տենց։ Հայկական գորգը պարզ է։ Ոնց որ մեծ տեղեր ահագին մաս կա, որ ոչ մի բան չկա, ուղղակի շատ պարզ է։ Ու այդ երկրաչափական գեոմետրիկ։ Այս տառն է, որը ասում էի տեր։ Խաչը, խաչը միտեղ որ գտնես, սենց միտեղ փորձել են անպայման այդ խաչը դնեն, չէ՞։ Այս էլ տեսնեմ այն ինչ ունեն։ Այս մեկը օրինակ եկեղեցիներում են, այս sense գորգեր արել, որտեղ ինքը sense հայկական եկեղեցիներում, հա, մեր եկեղեցիում բոլոր եկեղեցիներում կան գորգեր փռած, չէ՞։ Շատ հետաքրքիր։ Այս գիրքը շատ խորհուրդ կտամ, ձեռք բերել, այս մեկը շատ եմ սիրում, հայկական զարդարվեստ է կոչվում, ընդհանրապես հայկական նախշերը։ Իմ համար այս սրանք մի հատ չեմ մեծ ներշնչման աղբյուր են։ Էս էլ Ռոբերտ Նուտերի գիրքն է, էլի որ այլ ուրիշ ազգի մարդիկ, որոնք եկել են հայկական գորգերը կամ կարպետներ ուսումնասիրել են։ Հիմա ես մտածում եմ ամենամեծ խորհուրդը որն եմ տալու, օրինակ այս գրքերից մի հատը ձեռք բերեք, օրինակ այս գիրքը օգտագործված է ինչա թե չէ, չգիտեմ։ Weavers, Merchants and Kings։ Ու սենց ուղակի դրանից հայերենը կլինի, չէ՞, թե չէ, չգիտեմ։ Չէ, անգլերենը մենակ, բայց կապ չունի։ Ուղակի էս նայեք նկարները, որ աչքները սովորի, որ իմանանք, որ այս ձևի համադրությամբ, այս ձևի գույներով, նախշերով գորգերը հայկական են։ Սենց հիմնականում կարմիր ու մեջը սենց կապույտ բաներով, դաշտերով։ Քանի որ երաժշտությունից է սկսվել քո գորգերի հետ ծանոթանալը, երևի պետք է մի հատ համբարձումին հրավիրենք իրար հետ երգենք մի երգ։ Հրավիրենք, այո։ Համբարձում ջան, քո օգնությունն է պետք, կարող էս չէ գա, ուր է գնացել։ Օ, չկա, գնացել է երևի Լուսիկին բերի։ Հա, Լուսիկին բերի։ Դե, ես ու դու կարանք անենք։ Կարանք։ Շողերջանը կարանք նվագենք։ Նվագի Ֆրանս ջան, հələ։ Դե չէ, դու չես նվագում, հա։ Ամպելադյոն չի գալի շողերջան, սարիցիտուն չի գալի շողերջան, դու նորա, դու շորորա շողերջան, ամպիտակից տյուն կերևա շողերջան։ Քո ստեղծած սփռոցները, եթե Ամերիկայում մենակ երևի կարելի է, չէ՞, գտնել, որտեղ կարելի է, վաճառում ես թե չէ միտեղ։ Հա, ես վաճառում եմ Etsy-ով կարող եք մտնել, Louis Barry կոչվում է։ Etsy-ով եթե search տակ Louis Barry կամ գրեք մենք կտեղադրենք այդ լինքը։ Etsy-ով շատ հեշտությամբ Ամերիկայում ես նույնիսկ եղերա Ֆրանսիայից եմ պատվիրել, Ֆրանսիայում ուղարկել, ոնց որ տարբեր երկրներից, Հայաստանում եթե ուզենաք ձեռք բերել, ուղղակի իմ հետ կապնվեք, այնտեղ իմ մամայի մոտ ես ունեմ ուղարկել եմ, ոնց որ իրա միջոցով կարաք ձեռք բերեք։ Շատ լավ, շնորհակալություն։ Քեզ մերսի շատ։ Շատ լավ։ Մերսի։